եղբայրներս, Տերը ցույց տվեց ինձ երազով, որ մի հսկա գողիաթ ընկել է իմ հետևից, քույրեր եղբայրներ, ու ես փախնում եմ։ Ընդհակառակը ոչ թե հարձակվում եմ, այլ ես փախնում եմ, ուժ չունեմ ոնց որ գործադրելու, փախնում եմ։ Ու այդ ժամանակ ավելի էր վատանում մի վիճակը գնալով, ու ես չէի գտնում երգը, քույրեր եղբայրներ։ Անգամ այնպիսի վիճակ էր, որ չէի կարողանում գիրքը բացեի ու կարդայի, քույրեր եղբայրներս։ Ու շատ եմ լացել, շատ եմ աղոթել, ու եկավ մի օր, որ մտքերը փոխվեցին կասկածանքների, քույրեր եղբայրներ, անընդհատ կասկածանքներ էր իմ մեջ։ Գիրքը բացում էի, հենց որ Տիրոջ անունը պետքա կարդայի, կասկածանքները ինձ տանջում էին, ու ինձ թվում էր ես հավատ չունեմ, այդ տիպի արդեն հակառակորդը ինձ համոզել էր, որ ես կասկածող եմ, ես հավատ չունեմ, իմ մոտ ոչ մի բան չի ստացվի, քույրեր եղբայրներս, շատ էի ուսախաբվել, որ արդեն ուժ չունեի, կարողություն չունեի, արդեն առողջությունս լավ չէի զգում, նևրոզային վիճակ էր սկսվել մոտս, քույրեր եղբայրներս, անընդհատ գլխացավ էր ամեն օր, ու դա մի ամիս չի եղել, քույրեր եղբայրներս, 2 ամիս, այլ համարյա մի տարի, քույրեր եղբայրներս, մի տարի ամեն օր ես խաղաղությունը մոռացել էի, խաղաղությունը ինչ բան է։ Ամբողջովին այդ պատերազմը ես վերցրել էի իմ վրա, քույրեր եղբայրներս, ու ես իմ մտքի հետ պատերազում էի, գալիս էին սուտ մտքեր, որ դու պարտված ես, դու պարտվել ես հակառակորդին, դու չես կարող